Տապանում հյուրընկալել եմ միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Դավիթ Ստեփանյանին։ Պարոն Ստեփանյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Իսրայելի կառավարությունը միաձայն հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու արտգործնախարար Գիդեոն Սարի ներկայացրած նախագծին։ Այս նախագիծը նաեւ մենք գիտենք, որ աջակցություն ունի Բենյամին Նեթանյահուի կողմից, նաև նախարարը նախագիծը ներկայացնելիս նշել է, որ երբեք ուշ չէ ճիշտ բան անել։ Հիմա մենք, ինչպես եւ սպասելի էր, Թուրքիայից, Ադրբեջանից ունենք քննադատություն, Երևանը չի արձագանքել, նախ ինչու է Իսրայելը հիմա Հայոց ցեղասպանության ճանաչման այսպիսի նախագծով հանդես գալիս եւ երկրորդը արձագանքների մասով Երևանի լռությունը, չգիտեմ, եթե Թուրքիայի եւ Ադրբեջանի դեպքում սպասելի էր, հիմա ինչ կարող եք ասել։ Կարող եմ ասել, որ շատ հետաքրքիր իրադարձությունների ընթացք ենք ստանում, շատ հետաքրքիր։ Ես կարող եմ միանշանակ պնդել, որ բարոյականության հետ այդ որոշումը ոչ մի կապ չունի, պատմական արդարության վերականգնման հետ այդ որոշումը ոչ մի կապ չունի, սա բացառապես քաղաքական որոշում է։ Սա բացառապես որոշում է, որի հիմքերը մենք պետք է տեսնենք եւ տեսնում ենք թուրք-իսրայելական հարաբերությունների ծիրում, դա էլ է միանշանակ։ Հիմա շատ հետաքրքիր է, սա պետք է բավականին երկար վերլուծություն է պահանջում եւ ժամանակ, որպեսզի մենք հասկանանք ինչ է տեղի ունենում Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ, ինչը ստիպում է Իսրայելին գնալ այդպիսի ռադիկալ քայլերի։ Նախ պետք է նշենք, որ սա վերջնական որոշում չէ, վերջնական որոշումը դա օրենքն է։ Սա անպայման պետք է նշենք, սա վերջնական որոշում չէ։ Եվ ես օրինակ չգիտեմ վերջնական որոշում լինելու է, թե ոչ, ես դրանով վստահ չեմ։ Ամեն ինչ կապված է դրանից, թե ինչ ընթաց կստանա Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ ներկա հակասությունները, ներկա լարվածության հերթական փուլը։ Այդ լարվածությունը սկիզբ է առել 2010 թվականի մայիսին, Մավի Մարմարայի դեպքերից հետո, Նավի, երբ այսպես կոչված ազատության նավատորմը գնում էր դեպի Պաղեստին եւ տեղի ունեցավ այդ միջադեպը, դրանից հետո Իսրայել-Թուրքիա հարաբերությունները սկսեցին լարվել եւ այդ լարման հերթական փուլը սկսվեց անցյալ տարի հոկտեմբերի 7-ից հետո, երբ Գազայում, Գազայից հարձակում եղավ Իսրայելի վրա եւ Իսրայելը ի պատասխան սկսեց ոչնչացնել Գազան, որպես տարածք։ Հիմա նոր հետաքրքիր իրադարձություններ են սկսվում արևելյան միջերկրական ծովում, արևելյան մասում, Կիպրոսի մասնակցությամբ, Ֆրանսիայի մասնակցությամբ, Հունաստանի մասնակցությամբ, Իսրայել, Ֆրանսիա, Հունաստան, Կիպրոս ալյանսն է ձևավորվում, որը միանշանակ ուղղված է Թուրքիայի դեմ։ Այն դեպքում, երբ Թուրքիան ունի այսօր սա իրենց մոտ համարվում է գոյաբանական խնդիր, կղզիների խնդիրը, որոնցով հունական կղզիներով շրջապատված է բոլոր կողմերից, Թուրքիան, դա թուրքական կառավարության համար, թուրքերի համար, որպես Օսմանյան կայսրության հետնորդ, իսկ իրենց միջև հիմա համարում են օսմաններ, իրականում դա ոչ միտեղ չի գնացել, շատ, այսպես ասած, նսեմացուցիչ է։ Հիմա Իսրայելը ներկա պահին գնում է առճակատման հարաբերություններում, այս հակամարտությունում, եւ այստեղ շատ մեծ կարեւորություն ունի նաեւ այն, ինչպես է ավարտվում Իրանի շուրջ զարգացումները։ Սա էլ է, մի կոմպլեքս է, հասկանում եք, մեծ գծիկը հարաբերությունների, որ Իսրայելը այսօր գնում է այս պահին մասնակի ճանաչման ցեղասպանության փաստի։ Հիմա ես չգիտեմ, ինչպես կզարգանան այդ հարաբերությունները։ Միգուցե Էրդողանը եւ Նեթանյահուն կպայմանավորվեն։ Մենք չգիտենք դա։ Միգուցե սա այսպիսի քայլ էր, որը պետք է մղի Էրդողանին գնալ պայմանավորվածությունների Իսրայելի հետ։ Այս բոլոր հարցերի մեծ կոմպլեքս է սա։ Կարող է պայմանավորվեն, կարող է չպայմանավորվեն։ Ես ուղղակի ուզում եմ նշել, որ չնայած դեռ անցյալ տարի թուրքերը հայտարարեցին, որ Իսրայելի հետ ընդհանրապես առևտուր չունեն, հիմա շատ լավ է առևտրային հարաբերությունները շարունակվում են Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ, սա էլ պետք է հաշվի առնենք։ Դրա համար այսօր կարելի է պնդել մեկ բան, սա քաղաքական որոշում է։ Սա որոշում է, որը դեռ օրենք չի դարձել եւ հայտնի չէ օրենք կդառնա, դեռ ոչ, ես այստեղ շատ մեծ տավատեսություն չունեմ, վստահ չեմ, որ դա կդառնա, չնայած չեմ բացառում դա իրականում։ Ամեն ինչ կախված է նրանից, թե Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ
ինչպես են հարաբերությունները զարգանալու։ Թուրքիայից մենք տեսանք պատասխանը, տեսանք Ադրբեջանի պատասխանը, արձագանքը երկուսն են սպասել էր, մեր մոտից արձագանք չկա եւ դա արդեն խոսում է այն մասին, որ դա ընկնում է այն տրամաբանության շրջանակներում, որի մասին ես խոսում եմ։ Այո, քաղաքական է։ Այո, իհարկե, սա մեր խնդիրը կռիվը չէ, մեր խնդիրը չէ այս պահին եւ ճիշտ չէր լինի, որպեսզի Հայաստանում հերթական անգամ այս հարցի շուրջ էմոցիաներ առաջանային անել ԱԳՆ-ի։ Տեսեք, դուք էլ նշեցիք, չէ, որ արտգործնախարարն է ներկայացրել, չէ։ Սա արդեն խոսում է այն մասին, որ սա արտաքին քաղաքական, սա մեսեջ է, չէ։ Սա արդեն ինքը իր մեջ, եթե մենք դիվանագիտական լեզվից թարգմանենք, խոսում է այն մասին, որ սա քայլ է, որը ուղղված է Թուրքիային, մեսեջ է։ Հիմա ինչպես Թուրքիան կընկալի այդ մեսեջը, դրանից է ամեն ինչ կախված, թե ինչ զարգացումներ կլինեն։ Դա կդառնա օրենք թե ոչ։ Եվ փաստացի Հայաստանի լռությունը կամ պաշտոնական Երևանի լռությունը ճիշտ է, օբյեկտիվ է, իրավիճակին համարժեք է, հաշվի որ շահարկում են մեր ցավոտ խնդիրը։ Ես կարծում եմ, որ այո, սա իմ սկզբունքային դիրքն է, ես միշտ եմ այդ մասին ասել, երբ տարբեր պետություններ օգտագործում են մեր վերքը, որը դեռ առնահոսում է, իրենց քաղաքական շահերից ելնելով։ Ես կարծում եմ, այս պահին մենք պետք է ավելի շատ տռենք։ Եթե մենք իմանանք, որ իրոք, այսպես ասած, երբ կընդունեն, երբ կնեսետը կընդունի դա օրենքի տեսքով, այդ ժամանակ կարող ենք մեր վերաբերմունք արտահայտել։ Չգիտեմ, ես այդպես կանեի։ Շատ լավ։ Հիմա մեր ներքաղաքական իրադարձություններին անդրադառնալով, պարոն Ստեփանյան, Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ընտրությունների արդյունքները վիճարկող այդ քաղաքական 7 ուժերի դիմումները։ Ինչ են շահում քաղաքական 7 ուժերը այս դիմումները ներկայացնելով եւ հնարավոր ինչ սպասել Սահմանադրական դատարանից որոշման առումով։ Ես ձեր թույլտվությամբ չի միացնի այդ 7 ուժերը մեկ ճամբար, ես չգիտեմ 7 ուժերը միասին ինչ են սպասում, բայց որոշակի ուժեր, օրինակ ռուսամետ ուժերի մասին մենք հիմա խոսում, նրանք շահում են ժամանակ։ Նրանք ստեղծում են գործողությունների իմիտացիա, ներքաղաքական օրակարգի, ձևավորված օրակարգի իմիտացիա, այն դեպքում, երբ այդ օրակարգը չկա իրականում։ Այսինքն ամեն ինչ տեղի է ունենում, մենք պետք է փորձենք դիտարկել այդ իմիտացիոն գործընթացների պրիզմայով։ Ինչու՞։ Որովհետև տեսեք, ընտրությունները տեղի ունեցան, չէ՞։ Իրենք էլ շատ լավ գիտեն, որ այդ ընտրությունները ազատ էին, ընտրությունները արդար էին, եւ այն, որ միջև հիմա այդ վերահաշվարկները չեն ավարտվել, առնվազն խոսում այն մասին, որ եթե կան վիճահարույց հարցեր, այդ վիճահարույց հարցերը լուծվում են։ Հիմա իրենք փորձում են հասնել նրան, այս պահին, ռեալ նպատակը իրենց, նա է, որ Բարգավաճ Հայաստանին խցկեն խորհրդարան մի ձև։ Սա է նպատակը։ Այսինքն իրենք էլ շատ լավ հասկանում են, որ ՍԴ-ն այդպիսի որոշում չի կայացնի, որ նորից լինի վերաքվեարկություն ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքում։ Մաքսիմում կարող է լինել վերաքվեարկություն այդ 3 ընտրատեղամասերում, ինչին ես եւս մեծ կասկածով եմ վերաբերվում։ Ես չգիտեմ իհարկե ՍԴ-ն ինչ որոշում կկայացնի 3-ի մասով, վստահ եմ, որ վերաքվեարկություն չի լինելու ընդհանուր, բայց այդ 3-ի մասով հնարավոր է, բայց ես այդքան մեծ չեմ գնահատում այդ շանսերը։ Հիմա իրենք ինչ-որ մի բան պետք է անեն, թե ոչ։ Եթե իրենք ունենային մարդկային ռեսուրսներ լուրջ, եթե իրենց մարդկային ռեսուրսը չլիներ գնված, բերված դրսից, իրենք հենց ընտրությունների գիշերը, երբ Նիկոլ Փաշինյանը հանկարծակի հայտարարեց, որ իրենք արդեն հաղթել են, երբ դեռ շատ քիչ տեղամասերից կային արդյունքներ, իրենք միանգամից այդ իրենց ռեսուրսը կհանեին փողոց, որպեսզի ճնշում գործադրեն եւ Նիկոլ Փաշինյանի վրա, եւ կենտրոնական ընտրական հանձնաժողով, եւ բոլորի վրա, եւ փորձեին թույլ չտալ, որպեսզի ընտրությունների արդյունքները կեղծվեին, եթե իրենք նրանք այդպիսի մտավախություն ունեին։ Իրենք դա չարեցին։ Դա խոսում է այն մասին, որ իրենք էլ գիտեն, որ ընտրությունների արդյունքները իրական են, եւ ամենակարևորը իրենք այդ մարդիկ չունեն, որոնք կարող են փողոց հանել։ Ես մի քանի օր առաջ կենտրոնական կներեք, Սահմանադրական դատարանի մոտով անցնում էի, տեսա ինչքան մարդեր է հավաքված։ Ոստիկանները քաղաքացիական հագուստով անձինք ավելի շատ էին, քան այդ հավաքվածները, որոնք բողոքում էին, հա, եւ փորձում էին ճնշում գործադրել ՍԴ-ի վրա։ Դե այդ ռեսուրսը որ չունեն, ինչ պիտի անեն, ինչ-որ մի բան պիտի անեն։ Դրանց զբաղվում են իմիտացիայով, փորձում են ցույց տալ, որ ունեն օրակարգ, որ պայքարում են, որ համաձայն չեն իշխանության հետ եւ փորձում են նաեւ շահարկել այն հարցը, թե կարող են մանդատները չվերցնեն։ Կվերցնեն։
Ես շարունակում եմ պնդել, որ կվերցնեն։ Իսկ Փաշինյանի հայտարարությունը որպես այդպեսին ճնշում չէր կենտրոնական ընտրական Որ հայտարարությունը ինքը շատ որ ինքը հայտարարություն ժամանակից շուտ հայտարարեց իրենց հաղթանակի մասին։ Ես չեմ կարծում, որ Փաշինյանը խնդիր ուներ ճնշում գործադրելու կենտրոնական ընտրական հանձնաժողովի վրա, հաշվի առնելով, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը ժամանակին աշխատել է իր մոտ։ Այսպես պատասխանեմ ձեր հարցին։ Այդ խնդիրը ինքը չունի։ Ուղղակի այդ նպատակը անիմաստ է դա։ Բարգավաճ Հայաստանի խորհրդարանում հայտնվել է ինչ է տալիս ընդդիմությանը։ Մեծ հաշվով ոչ մի բան։ Մեծ հաշվով։ Սա մի փոքր խնդիր է առաջացնում մեծամասնության համար, ԿՊ-ի համար, եթե իրենք հետագայում պլան ունենան, ինչում ես այս պահին եւս շատ մեծ կասկածներ ունեմ, հասնեն այդ սահմանադրական մեծամասնությանը։ Այսինքն փորձել ինչ-ինչ ճնշման միջոցով, իհարկե օրենքի տարին համապատասխան, հասնել նրան, որպեսզի նույն Հայաստան դաշինքից, ուժեղ Հայաստանից, այդ առնետավազք սկսվի եւ որոշակի падգամավորներ ճնշմանը չդիմանալով, հաշվի առնելով, որ շատերի վրա կան քրեական գործեր, արդեն բացված կոմպրոմանտներ, պոտենցիալ քրեական գործեր կարող են լինել, կարող են ուղղակի այդ առնետավազքի միջոցով մեկ օրվա ընթացքում դառնալ ոչ, դառնալ անկախ падգամավոր։ Մենք այդպիսի դեպքեր շատ ենք տեսել։ Հիմա այդ եթե ես չեմ սխալվում, իրենց եթե Բարգավաճը չի մտնում, ընդամենը պետք է 6 անկախ падգամավոր, որպես այդ սահմանադրական մեծամասնությունը իրենք ունենան։ Եթե Բարգավաճը մտնում, արդեն պետք է 11 անկախ падգամավոր, հա։ Բայց ես նորից եմ ասում, ես նույնիսկ սրան եմ վերապահումով մոտենում, որովհետև ես կարծում եմ, որ քաղաքացիական պայմանագիրը այս պահին շատ լուրջ խնդիր ունի։ Եթե ինքը ստանում է սահմանադրական մեծամասնություն, իրենք պետք է հանրաքվե անցկացնեն։ Այսինքն իրենք այդ դեպքում կարող են արդեն հանրաքվեն դնեն։ Հիմա այդ պլեբիսցիտի դեպքում որևէ մեկը չգիտի ինչով է այն վերջանալու։ Իսկ եթե մարդիկ գնան եւ ասեն ոչ, ինչպես դա կօգտագործվի Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ, ինչպես դա կօգտագործվի նույնս ռուսամետ ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ, ինչպես դա կօգտագործվի Ռուսաստանի կողմից, այնքան հարցերը շատ են։ Եթե ես լինեի իշխանություն, ես չէի գնա դրան, այսինքն ես չէի փորձի ստանալ այդ սահմանադրական մեծամասնությունը։ Մենք միշտ խնդիրը դիտարկում ենք մեկ կողմից, մեդալի մեկ կողմից, բայց կա մեդալի մյուս կողմը։ Ամեն ինչ այդքան հեշտ չի։ Ես նույնպես եմ ասում, Բարգավաճի մտնել կամ չմտնելը ոչ մի բան չի փոխում ԿՊ-ի համար իրականում։ Ոչ մի բան չի փոխում, եթե մենք խոսում ենք ձայների հարաբերակցության մասին։ Որոշումներ կայացնելու տեսանկյունից այնտեղ շատ այսպես հնարավորություններ կա, որով գործող իշխանությունը կարող է այդ որոշումները շատ հանգիստ կայացնել։ Բացի զուտ սահմանադրական հանրաքվեի։ Իսկ ես նորից եմ ասում, սա մեծ հարց է։ Իրենց պետք է այդ սահմանադրական հանրաքվե։ Այսինքն մեծ հաշվով իշխանություն, ընդդիմություն կամ նոր խորհրդարան ինքը չգիտի կամ պլան չունի, թե ինչպես պետք է վարվի այդ սահմանադրական փոփոխությունների պահանջի հետ։ Ով չունի պլան։ Դա եմ ասում, նոր խորհրդարանը իր իշխանությամբ եւ ընդդիմությամբ, այսինքն նախ եկեք ֆիքսենք մեկ շատ կարևոր բան։ Այս պահին սահմանադրական հանրաքվեի պահանջ Հայաստանի Հանրապետության դեմ դրված չի։ Ադրբեջանի կողմից դրված չի։ Դրված չի։ Այսինքն ստեղ կա ուղղակի հարց, մեզ պետք է այդ սահմանադրական փոփոխությունը, մեզ Հայաստանի Հանրապետության ղեկավարությանը, հասարակությանը, ժողովրդին պետք է թե ոչ։ Ես մինչև այսօր չեմ տեսել այդ նախագիծը, ինքը փակ է։ Միգուցե այդ նախագիծը հրապարակեն, մենք տեսնենք եւ հասկանանք, որ մեզ դա պետք է։ Միգուցե այնպեսի հեղափոխական փոփոխություններ են արվում, որ մենք տեսնում ենք, որ դա մեզ թույլ կտա մեզ ավելի արագ զարգացնել մեր պետությունը, ամրապնդել պետականությունը, ինչը ինձ համար գերիշխող նշանակություն ունի։ Ես չգիտեմ, մինչև չտեսնեմ չեմ կարող ասել։ Իսկ միգուցե այնտեղ այդ պրեամբուլայի հեռացումից բացի, հա, նախաբանի հեռացումից բացի մի քանի կետ կա, որ ընդհանրապես մեզ պետք չի։ Դրա համար ես չեմ կարող այս բանին ձեր հարցին պատասխանել, բայց այն որ այս սահմանադրական փոփոխությունները այս կետը հաշվի առնելով նախաբանի հեռացնելու իշխանության համար մեծ ռիսկեր են պարունակում, դա ես կարող եմ պնդել 100%-ով։ Հետևաբար ես չեմ կարծում, որ իշխանությանը այդ սահմանադրական փոփոխությունների հանրական այս պահին պետք է։
Պարոն Ստեփանյան, քանի որ շատերն են ավելի շատ հնարավոր համարում, որ ընդդիմությունը կվերցնի մանդատները եւ կգնա խորհրդարան, այնտեղ մենք կտեսնենք ամեն դեպքում նոր խորհրդարանի աշխատանք, հիմա նոր խորհրդարանը նախագահելու է Թուրքիայի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը, վստահ եմ գիտեք, որ ընդդիմադիր հայտնի շրջանակները այս թեև փակ քվեարկությամբ արդյունքը կամ նոր նախագահի նշանակումը ասում են կապեցին ուղիղ Թուրքիայի հետ, ասում են Թուրքիայի պահանջով է, ոմանք ասում են ոչ Փաշինյանի որոշումն է Թուրքիային հաջողանալու համար, ոնց պտտվում ենք ամեն ինչ կապում են Թուրքիայի հետ։ Հիմա չգիտեմ դուք կուզեք այս պրիզմայից անդրադարձեք եւ ձեր դիտարկումներն արեք, կուզե կամ փորձեն գնահատել Ալեն Սիմոնյանի աշխատանքը որպես խորհրդարանի ղեկավար։ Եվ հիմա երբ որ հատուկ բանագնաց նաև խորհրդարանի ղեկավար արդյունավետ աշխատանքի առումով կարող եք ասել։ Այո, փորձենք։ Նախ Թուրքիայի մասով ընդդիմության բոլոր քարոզչական հնարքները կապել Հայաստանի ներքաղաքական օրակարգը եւ իշխանության օրակարգը Թուրքիայի եւ Ադրբեջանի պահանջների հետ չափազանց պրիմիտիվ է։ Սա պրիմիտիվության գագաթնակետն է։ Ես նույնիսկ այդ մասին չեմ ուզում խոսել եւ ինչ որ գնահատական հնչեցնել։ Հա, սա պրիմիտիվություն է։ Ես չեմ կարող այդ մասին ուղղակի խոսել։ Հիմա ես կարծում եմ, որ Ալեն Սիմոնյանի աշխատանքին պետք է գնահատական հնչեցնի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, հա, իրենց ընտրողները եւ մարդիկ, ովքեր ընտրել են ժամանակին այդ կուսակցությունը եւ Ալեն Սիմոնյանին փաստացի ընտրել են ազգային ժողովի նախագահ։ Ես չափազանց դժգոհ եմ ամբողջ այդ գումարման ազգային ժողովի աշխատանքից, որովհետեւ այնտեղ ես նորից եմ սա ասում, չի եղել քաղաքական միտք, նա չի դարձել ժողովրդավարության բաստիոն, իսկ պետք է լիներ ժողովրդավարության բաստիոն։ Ես չեմ ուզում բոլորին վիրավորեմ, այնտեղ կային մարդիկ, որոնք փորձում էին աշխատել։ Անոնց դրական նախաձեռնություններ էին առաջ բերում, ինչ որ բաներ ընդունվել է, դրական բաներ են ընդունվել, բայց ընդհանուր առմամբ, եթե մենք մթնոլորտը, հա, փորձենք գնահատել, շատ վատն է եղել այդ մթնոլորտը։ Ազգային ժողովը մեր խայտարակություններ այդ բոլոր տարիներին եւ այստեղ մեղավորությունը միայն Ալեն Սիմոնյանինը չի, որ մենք ասենք Ալեն Սիմոնյանն էր մեղավոր, դրա համար փոխեցին դրեցին Ռուբեն Ռուբինյանին։ Տեսնենք Ռուբեն Ռուբինյանը ինչպես կդիմադրի այդ ամենին, որտեղ նոր խորհրդարանը որակապես ոչ մի բանով չի տարբերվում հին խորհրդարանից։ Եվ ես այդ մասին ասել եմ դեռ միջև ընտրությունները։ Արդեն ասել եմ, չէ՞, դեզել եմ ասել։ Պարզ էր, որ լինելու է այդ որակի խորհրդարանը եւ մենք ենք ընտրել այդ խորհրդարանը։ Հիմա ումից ենք դժգոհում։ Ես այստեղ կոպիտ ասած գումարելիների տեղերը փոխելուց գումարը չի փոխվում։ Եվ ես չեմ կարծում, որ պարոն Ռուբեն Ռուբինյանի նշանակումից հետո ինչ որ մենք բացասական տենդենսներ ենք ունենալու կամ դրական տենդենսներ կամ դա խանգարելու է Թուրքիայի հետ աշխատանքին կամ օգնելու է։ Ոչ օգնելու է, ոչ խանգարելու է, դրանից ոչ մի բան չի փոխվելու, քաղաքականությունը չի փոխվելու եւ ամենակարևորը եւ ցավալին այն է, որ խորհրդարանի որակը չի փոխվելու, որովհետեւ որակը շարունակում է մնալ անորակ։ Ես նորից եմ ասում, այնտեղ կան մարդիկ, որոնց ես շատ եմ հարգում, ճանաչում եմ անձամբ, բայց դա բոլորին չի վերաբերում, բայց ընդհանուր առմամբ որպես կառույց, հա, սոցհարցումները տեսեք, ժողովուրդը ինչ է ասում։ Դա պարադոքսն է, որ այդ սոցհարցումներից հետո ժողովուրդը գնում է եւ ընտրում է քաղաքական ուժերին, որոնք այդ խորհրդարանը դարձնում են խամաճիկների ինչ որ հավաքածու, հա, կլոունադայով են զբաղվում այդտեղ մարդիկ։ Ես ոնց եմ ասում, ես չեմ կարծում, որ պարոն Սիմոնյանն է այստեղ եղել մեղավոր միայն, եւ հիմա պարոն Ռուբինյանին բերել են փոխեն պարոն Սիմոնյանը եւ դրանով վիճակը լուծվելու է, խնդիրը լուծվելու է։ Խնդիրը շատ ավելի խորքային է։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։
օդանավով 1 փաունդը 2.99, նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար, ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով, ինչպես նաև կահույք և մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական և ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել և ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան և ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ և մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում, պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Ուկրաինական անօթաչուները լուրջ խնդիրներ ստեղծեցին Ռուսաստանի համար այդ վառելիքի հետ կապված եւ չնայած իրենց ունեցած խնդիրներին Կրեմլից շարունակում են դժգոհել հայաստանյան ընտրությունների արդյունքներով, չգիտեմ անգամ արժե Մեդվեդևին մեջբերել թե ոչ, ասում է աննախադեպ էր արևմտյան միջամտությունը, արևմուտքի ամբողջ խնդիրն այն է, որպեսզի Հայաստանը օգտագործվի որպես գործիք Ռուսաստանի դեմ։ Այն ինչու նրանց հանգիստ չի տալիս այս ընտրությունների արդյունքը կամ չգիտեմ քաղաքական կշիռը որն է այս հայտարարությունների, երբ ընտրություններն արդեն անցյալում են, արդյունք ունենք։ Ձեր թույլտվությամբ մի քիչ հեռվից սկսեմ, պատասխանեմ բոլոր այն մեղադրանքներին, որոնք հնչում են, եւ դրսից, եւ ներսից։ Ինչ են ասում շատերը, ասում են, այ որ թե դուք Եվրամիության օրենքը չընդունեիք 1.5 տարի առաջ։ Ոչ մի խնդիր չէր առաջանա։ Գիտեք, մեր խնդիրների հիմքում Ռուսաստանի հետ ընկած է Եվրամիության մասին Հայաստանի օրենքը, որը ընդունվել է եւ դրել է դարակի վրա։ Հա, բոլորս դա գիտենք։ Ես նախաձեռնող խմբի անդամ եմ եղել։ Եվ ես այն ժամանակ եմ ասել, որ այդ օրենքը ընդունվելու է, միջև ընդունվել է, եւ դրվելու է դարակի վրա։ Այո։ Դա հասկանալի էր, արդեն հասկանալի էր, մենք գիտեինք այն ժամանակ, ես գիտեի դա։ Բայց ես կարծում եմ, որ դա դրական քայլ է եղել, դա ճիշտ քայլ է եղել, որովհետեւ մեր երկիրը չունի այլ ընտրանք, մենք պետք է գնանք դեպի Եվրոպա։ Մեզ վիզային ազատականացում պետք է թե ոչ։ Պետք է չէ։ Այդ ամբողջ գործընթացը, որը ընկած է վիզային ազատականացման հիմքում, սահմանների կառավարում, պարտադիր բժշկական ապահովագրություն, չէ, բիոմետրիկ անձնակ, դա մեզ պետք է թե չէ, պետք է չէ։ Հիմա այդ ամբողջ գործընթացը, որով զուգորդվում է մեր ճանապարհը դեպի Եվրամիություն, տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացիա, չէ, մեր ստանդարտների արտադրանքի բարձրացում եւ այլն, պետք է թե չէ, պետք է չէ։ Նիկոլ Փաշինյանն է, չէ, ասում մենք այդ ամեն ինչ անենք, կուզենք ընդունեն, չեն ուզի չեն ընդունի։ Այսինքն սա մեզ պետք է։ Երկու կարծիք չկա։ Ես կարծում եմ, որ օրենքը շատ ճիշտ են կարել, որ ընդունել ենք, շատ վատ են կարել, որ առաջ չեն գնացել այդ ուղղությամբ։ Հիմա այս ամենի հիմքում Ռուսաստանից Մեդվեդևները, Օվերչուկները եւ մեր ներսի 5-րդ շարասյունը եւ ուղղակի մարդիկ, որոնք շատ հեռու են քաղաքականությունից եւ չեն հասկանում ինչա կատարվում, ասում են մեղավորը մարդիկ են, ովքեր այդ օրենքը ընդունել են տվել։ Ու մեղավոր են ընդունած մարդիկ, ովքեր ընդունել են։ Ոչ, դա այդպես չի։ Ինչու 1 տարուց ավել Ռուսաստանը այդ մասին բան չէր ասում։ Նույնիսկ օրենքը ընդունելուց հետո ինչ որ բան մենք լսեցինք լուրջ, քննադատություն լսեցինք, ոչ, չէ, նորեն սկսեք։ Որովհետև իրենք տեսնում են բոլորովին այլ գործընթացներ, որոնք տեղի են ունենում տարածաշրջանում։ Ընդհանրապես ոչ միայն հարավային Կովկասը, այլ ամբողջ հետխորհրդային տարածքը
շատ դանդաղ այս վերջերս դա ակտիվացել է այդ գործընթացը, Ռուսաստանից փոխվում է։ Մի մասը գնում է դեպի Չինաստան, մի մասը գնում է դեպի ԱՄՆ, մի մասը փորձում է գնալ դեպի Եվրամիություն, եւ սա օբյեկտիվ գործընթաց է, որի հիմքում ընկած է Ռուսաստանի սխալ որոշումը, Պուտինի սխալ որոշումը հարձակվել Ուկրաինայի վրա։ Սա կոմպլեքս է։ Դուք էլ ձեր հարցում նշեցիք, չէ՞, ուկրաինական դրոններն են դա անում, պայմանական ասեմ, հա, որովհետեւ Հայաստանի իշխանությունը, հայ չգիտեմ իրենք ինչ են մտածում, ես իշխանության ներկայացուցիչ չեմ, բայց եթե ես լինեի իշխանություն, ես կմտածեի, այս նավը խորտակվում է ռուսական, ինքը երկար է խորտակվել, տասնամյակներ է խորտակվել, կարող է միջև վերջեր չխորտակվի, բայց ջուրը լցվում է այդ բանի մեջ, տակի, տրյումի մեջ, հա, բա կարող է ես էլ խեղդվեմ այդտեղ, որովհետև ես էլ եմ տակը, վերևը չեմ ես, պետք է փոկվել, չէ՞ այդ նավից։ Տրամաբանությունը դա է ասում։ Հիմա փորձում են փոկվել, ոնց որ ես հասկանում եմ։ Դրա համար իրենք էլ տենում են, որ փորձում ենք փոկվել, որ այդ հայտարարությունները հնչեցնում են, փորձում են վախացնել մեզ։ Բայց չեն տեսել, որ արդեն դրանք ազդեցություն չունեն այն ազդեցությունը, որը իրենք ակնկալում էին։ Տոկաևը գնում է Բրյուսել, ստորագրում է 10 միլիարդի գործարք, 30 գործարք է ստորագրում, Մոսկվայից նույնիսկ մեծ ձեն դուրս չի գալիս։ Չէ՞։ Որովհետև իրենք հույս չունեն, որ Տոկաևին կարող են վախեցնել, բայց մեզ նույնը Ալիևի պարագայում Ալիևին էլ հույս չունեն, որ փորձեցին վախեցնել, ադրբեջանցիներին բռնեցին, նստեցին, սպանեցին մի քանի հոգի, տեսան չի աշխատում։ Հիմա մեզ են փորձում վախեցնել։ Հիմա այս ամենում ամբողջ խնդիրը այն է, մեր իշխանությունը կվախենա, թե ոչ։ Ես տարիներ առաջ եմ ասել, որ ռուսից պետք չի վախենալ։ Ղարաբաղի կորուստից հետո է դա պարզ դարձել, որ պետք չի վախենալ։ Հիմա եթե այդ բլեֆը աշխատեց, իսկ սա բլեֆ է, եւ մեր իշխանությունները վախեցան, ընկրկեցին, հա, նահանջեցին, ուրեմն ստացվում է, որ ռուսները ճիշտ են անում։ Եթե չընկրկեցին, չվախեցան, ստացվում է, որ իրենց խաղադրույքը սխալ է դրվել։ Էլի եթեով եք ասում, բայց մինչև այս պահը ակնհայտ երևելի չէ, որ վախենում են կամ չեն վախենում, կամ գուցե վախենում են, բայց ոչ այն աշճան, որ մենք պատկերացնում ենք։ Մեր մեջ որտեղ գործնական քայլերը, ինչպես Զախարովան է ասում, այլ են հայտարարությունների մասով, այո, Հայաստանի իշխանությունները գուցե կողմ են Ռուսաստանի հետ երկխոսության, հարաբերությունների պահպանման, բայց ասում է գործնական քայլերը բոլորովին այլ բանի մասին են։ Եկեք, հա, թացը չորից տարբերակենք։ Ես էլ դեմ չեմ, որ մենք Ռուսաստանի հետ հարաբերություն ունենք։ Ես դեմ չեմ դրան։ Ես երբեք չեմ ասել, որ մենք բոլոր հարաբերությունները պետք է կտրենք։ Ուղղակի այդ հարաբերությունները պետք է լինեն հորիզոնական։ Այո, ոչ թե ուղղահայաց։ Հորիզոնական, մենք գործընկեր երկրներ ենք։ Ինչու ոչ։ Կարող ենք առևտուր անել, իրենք թող գան, մենք գնանք։ Լավ հարաբերությունները մեզ պետք են, ես դրան դեմ չեմ։ Իրենք կարող են այստեղ նույնիսկ ինչ-որ օբյեկտներ ունենան, հիմնարկություններ ունենան, բայց ոչ ռազմավարական բնույթի, հա։ Տնտեսական ներկայացում մենք շահագրգռված ենք, որ Ռուսաստանը ունենա այստեղ։ Բայց այդ տնտեսական ներկայությունը չպետք է քրիտիկական մակարդակի լինի, երբ քո ամբողջ քրիտիկական կարևորության ինֆրաստրուկտուրան իրենց ձեռքում է, օրինակ երկաթուղին կամ ատոմակայանը։ Սա իմ մոտեցումն է։ Հիմա իշխանությունը մեր մեջ միշտ եղել է, մեր մեջ բոլորիս մեջ եւ կա ռուսների նկատմամբ վախեր։ Տարբեր ժամանակաշրջանում այդ վախերը ունեցել են օբյեկտիվ պատճառներ եւ սուբյեկտիվ պատճառներ։ Հիմա ես ասում եմ, օբյեկտիվ պատճառները չկան այս պահին։ Մնացել են սուբյեկտիվ պատճառները, ֆոբիաներն են մնացել։ Մենք պետք է հասկանանք, որ ռուսից պետք չի վախենալ, որովհետև ինչքան մենք ռուսից վախենանք, այնքան մենք դժելու ենք։ Հիմա այն Ռուսաստանը չի, որից մենք պետք է վախենանք։ Իհարկե, կապված Ուկրաինայում պատերազմի ավարտից, հեռանկարներից կան շատ ցածր հավանականություն, որ Ռուսաստանը կարող է ուժեղացնել ճնշումը հարավային Կովկասի վրա, ոչ միայն Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի մի մասով եւ Հայաստանի, բայց սրա հավանականությունը շատ ցածր է։ Ավելի մեծ է հավանականությունը, որ Ռուսաստանը մոտակա տարիներին ընդհանրապես կարող է մոռանալ մեր տարածաշրջանի մասին։ Ես նորից եմ ասում, այդպիսի հավանականություն կա եւ քաղաքական որոշումներ ընդունողները, եթե մենք իհարկե ունենք ռազմավարական, մարտավարական, տեսլականներ այս ուղղությամբ, նրանք պարտավոր են դա հաշվի առնել։ Կա այդպիսի վտանգ, ես չեմ ասում չկա, բայց սա ցածր է։ Հիմա արդյոք ճիշտ է այդ վտանգը հաշվի առնելով գնալ, հա, ու զիջել ռուսներին ամեն ինչ։ Ես կարծում եմ, որ ոչ։ Ես հույս ունեմ, որ այդ ողջամտությունը կառավարության մոտ եւ անձամբ պարոն Փաշինյանի մոտ կա, ինքը չի ընկրկի, լավ հասկանալով, որ եթե մենք այս պահին նահանջենք,
մենք հետ խորհրդային տարածքում կլինենք միակ պետությունը, որը դժվելու է այս ամենի արդյունքում, որովհետև բոլորը փորձում են փախչել։ Տաջիկստանը այս պահին Ուկրաինայի հետ ռազմավարական հարաբերություններ է կառուցում։ Տաջիկստանը ՀԱՊԿ-ի անդամ, ԵԱՏՄ-ի չէ, ՀԱՊԿ-ի անդամ Տաջիկստանը, որտեղ կա ռուսական ռազմաբազա։ Եվ նորից ոչ մի ծպտուն չկա Մոսկվայից։ Այդ լավ, այդ ինչի են հենց մեզ թիրախավորել։ Թիրախավորել են, որովհետև զգում են, որ տեղ կա։ Տեղ կա, որ վախում ենք։ Հենց տեսնեն, որ չենք վախենում, չեն թիրախավորի։ Շատ պարզ է, շատ պրիմիտիվ է այս ամենը։ Ամփոփելով, պարոն Ստեփանյան, դուք էլ մեջ բերեցիք Նիկոլ Փաշինյանին, որ ասում է Եվրոպական միությանը կմոտենանք այնքան, որքան նրանք թույլ կտան կամ կուզեն, այսինքն կամ որ պահին մենք պատրաստ կլինենք կմոտենանք Եվրոպական միությանը։ Հիմա այս ռուսական տնտեսական պատժամիջոցների ֆոնին, երբ Եվրոպական միությունից մենք լսեցինք աջակցող հայտարարություններ, աջակցությունների մասին հայտարարություններ, թե ֆինանսական, թե բերքի տարբեր ապրանքների թույլտվությունների, որոնք դուրս եկան եվրոպական տարբեր երկրների շուկաներ, սա չի նշանակում ինչ որ առումով այդ պատասխանը չէ, որ Եվրոպական միությունում Հայաստանի համար տեղ կա։ Եվ այս համատեքստում, այս հարցի շրջանակներում նաև Ուրսուլա ֆոն դեր Լայենի սպասվող այցից Դուք շատ ճիշտ ասացիք, ինչ որ առումով, հենց այդ ինչ որ առումովն է ամենամեծ խնդիրը։ Եկեք ոչ թերագնահատենք, ոչ էլ գերագնահատենք, հա, Եվրամիության պոտենցիալ աջակցությունը եւ ներկա։ Ես ուղղակի մի քանի բան եմ ուզում ասեմ։ Երբ օրինակ Եվրամիությունից ինչ որ պետական խոշոր պաշտոնյա եվրոբյուրոկրատ ասում է, որ մենք Հայաստանին կտրամադրենք օրինակ 270 միլիոն եվրո։ Հետո անցնում է ինչ որ ժամանակ, ասում է մենք Հայաստանին կտրամադրենք 130 միլիոն եվրո։ Դա չի նշանակում, որ 270 են տրամադրելու պլյուս 130։ Դա նշանակում է, որ 130-ը այդ 270-ի մասը։ Մեզ մոտ շատ դեպքերում էմոցիոնալ առումով էյֆորիա է առաջանում, ուսական փող են տալի, բայց իրականում դա այդպես չի։ Նույն այդ վերջի հայտարարությունը 50 միլիոնի մասին։ Դա 50 միլիոն չի իրականում, դա շատ ավելի քիչ գումար է։ Ես չեմ ուզում թվեր նշեմ, չնայած գիտեմ։ Սա մենք պետք է հասկանանք։ Մենք պետք է հասկանանք, որ մեր փոխարեն Բրյուսելում չեն աշխատելու։ Մենք պետք է հասկանանք, որ իրենք ուզում են դա անել։ Հիմա մենք պետք է ձևակերպենք մեր օրակարգը, ասենք մենք կարող ենք անել սա։ Պայմանական, եթե սա մի բան կա, հա, մուրաբա է, ելակի, որտեղ 50% շաքար է, մենք հարցնում ենք ձեր շուկայում։ Շատ պրիմիտիվ եմ ասում, թույլատրելի է, դուք ասում եք ոչ, մենք հարցնում ենք որն է թույլատրել, դուք ասում եք 10%-ը, շատ լավ, մենք պարտավորություն ենք վերցնում, որ մենք այս շաքարը չենք ցի 40, տեխնոլոգիական բանը կա, կարող եք մեզ օգնել այս հարցում, հա, օրինակ ինչ տեխնոլոգիա է պետք, ես չգիտեմ, ես սննդի մասնագետ չեմ, ես պրիմիտիվ եմ բացատրում, որ պարզ դառնա, բոլորին պարզ դառնա, նույնիսկ ինձ էլ պարզ դառնա։ Հիմա եթե դուք դրանից հետո կգնեք այս մուրաբան, կգնենք, շատ լավ, ուրեմն ես սարքում եմ նորմալ մուրաբա, չեմ սարքում զիբիլ, որը Ռուսաստանին է վաճառում, դուք էլ գնում եք։ Սա երկկողմանի ճանապարհ է, հա, երկկողմանի փոխադարձ աշխատանք։ Հենց չի, որ հիմա իրենք բերել են փողերը լցնեն մեր վրա, մենք այդ փողերը ծախսենք ու մնանք նույն տեղում։ Չէ, այդպես չի լինելու։ Վաղը մեր ամբողջ բերքը կփտի դաշտում։ Այսինքն պետք է աշխատանք։ Հնարավորությունը մարդիկ տալիս են, նրանք բաց են, բայց պետք չի սպասել, որ իրենք դա անելու են մեր փոխարեն, պետք չի սպասել, որ իրենք անընդհատ մեզ գումարներ են տալու, մենք ոչ մի բան չենք անելու, ուղղակի սուբսիդավորելու ենք այդ մարդկանց կորուստները, իսկ իրենք շարունակելու են արտադրել անորակ արտադրանք կամ արտադրանք, որը միայն Ռուսաստանն է սպառում, ինչի երկու դեպքում էլ նույն բանն է։ Մենք ունենք մեր աշխատանքը, Եվրամիությունը իր աշխատանքը, եւ ես վստահ եմ, եթե մենք այդ ուղղությամբ գնանք, մենք մոտակա 1-2 տարում այդ խնդիրը կլուծենք տնտեսության դիվերսիֆիկացիա։ Իսկ դրանից հետո մեզ արդեն Մեդվեդևի հայտարարությունը ընդհանրապես հետաքրքիր չեն լինելու։ Եթե շատ կարճ այսպիսի մոտեցում, եւ դա վերաբերվում է շատ ավելի զգայուն հարցերին։ Օրինակ երկաթուղու, ատոմակայանի, սա ռազմավարական նշանակություն ունեցող հարց է։ Լոլիկը բանը ավելի հեշտ է լուծելը։ Սրանք են դժվար հարցերը։ Ես օրինակ չգիտեմ երկաթուղու հարցը ինչպես է լուծվելու, բայց ես գիտեմ, որ այդ հարցը պետք է լուծել։ Ռուսաստանին թույլ տալ, որ Ռուսաստանը այսօր ունենա Հայաստանի ներսում երկաթուղի, դա մեզ համար անթույլատրելի ճոխություն է, եւ մեզ համար դա ճանապարհ է դեպի գահավիժում։ Օրինակ, հա, ուղղություններից մեկն եմ ասում։ Այն դեպքում, երբ մենք այսօր ամբողջ ռազմավարությունը կառուցվում է նրա վրա, որ տարածաշրջանը պետք է բացվի։ Այսպիսի մոտեցում։ Ուրեմն տեսնենք, թե ինչ կանի նոր իշխանությունը կամ Այն, որ իշխանությունը պետք է անի, ես դրանում վստահ եմ, կանի թե ոչ, ինձ փոխարեն չեմ կարող ասել։
Շնորհակալ եմ։ Ես Մեծ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաեւ այդ հարթակում աջակցել էկրանին երևացող QR կոդով։